Առավոտ լուսոն է առաջին ալիքի ուղիղ եթերում, այսօր արդեն հասցրել են կրթությունից խոսել, իսկ հիմա խոսելու են կրթական հնարավորությունների մասին, սիրելի հեռուստադիտողներ։ Հայ կրթական հիմնարկությունը հիմնադրվել է 1950 թվականին Լոս Անջելեսում, նպատակ ունի աջակցելու հայ ուսանողներին և կրթական հաստատություններին, իսկ 91 թվականին գրասենյակ է բացել նաև Երևանում և արդեն սկսվել են աջակցությունները Հայաստանի կրթական համակարգի զարգացման համար, թե ինչ հնարավորությունների, ինչ կրթաթոշակների և այլ հետաքրքիր նախաձեռնությունների մասին է խոսքը, կբացահայտենք մեր հյուրի հետ։ Մեր տաղավարում է Հայ կրթական հիմնարկության Հայաստանի գրասենյակի ղեկավար Արմինե Հարոյանը։ Բարի լույս, շնորհակալություն, որ մեր տաղավարում եք, Արմինե։ Բարի լույս, ես և մենք ենք ձեզ շնորհակալ ամեն տարի այսպես մեզ ջերմ հյուրընկալելու և մեր ինֆորմացիոն գործընկերը լինելու համար ու մեր բարի գործի մի մասնիկը դառնալու համար։ Իրականում նախաձեռնությունները և կրթաթոշակները այնքան շատ են, որ հույս ունեմ, որ կհասցնենք առաջիկա րոպեների ընթացքում բոլորին անդրադառնալ, բայց թերևս ամենակարևոր դրույթներից մեկը, որին պիտի անդրադառնանք, հենց կրթաթոշակի մրցույթն է, որը ուսման վարձի 90%-ի չափով է այս անգամ նախատեսված։ Կպատմեք մեզ այս մրցույթի մասին և ինչպես կարող են ուսանողները դիմել։ Շատ լավ, մենք արդեն քանի տարի շարունակ Հայաստանում հայտարարում ենք մեր կրթաթոշակ ուսման վարձի տեսքով մրցույթը, տարիներ շարունակ մինչև անցած տարի ունեցել ենք 100%-ի չափով մեր այսպես կրթաթոշակը, ամբողջական վարձավճար ենք վճարում, պատկերացրեք, բայց անցած տարվանից որոշեցինք ուսումնասիրելով նաև տարբեր երկրների կրթաթոշակների փորձը, հասկացանք, որ 90%-ը ավելի ճիշտ է, քանի որ ուսանողը եթե մի փոքրիկ ներդրում է ունենում իր կողմից, էլ ավելի շահագրգիռ է դառնում եւ արդեն մեկնարկել ենք ապրիլի 30-ին կավարտվի մեր մրցույթը։ Մեր մրցույթը վերաբերում է հիմնականում անվճար չէ, այնքան են մեզ հարցում, իսկ եթե անվճար ենք, կարող ենք դիմել վճարովի համակարգում սովորող ուսանողներին, ովքեր ունեն բարձր առաջադիմություն, հասարակական ակտիվություն եւ այս ամենը բավարարելուց հետո գալիս են մեզ մոտ հարցազրույցի ուսանողները on-line է, ամբողջ process-ը on-line է կատարվում։ Եթե Google-ում գրենք հայերեն հայ կրթական հիմնարկություն հայատար, կբերի մեր կայքը, շատ հեշտ է լրացնել է դիմում հայտը, սպասել հարցազրույցի, իսկ հարցազրույցից ակնկալում ենք տեսնել արդյոք ուսանողը ցանկանում է մնալ Հայաստանում, արդյոք ուղղակի սովորում է, թե ուղղակի որոշել է, որ իրեն դիպլոմ է անհրաժեշտ եւ ոչինչ։ Եվ այս ամեն ինչը ուսումնասիրելուց հետո մենք բոլոր կոմպոնենտներն ենք հաշվի առնում եւ ընտրում ենք այն լավագույններից լավագույններին, ովքեր տարիներ շարունակ ստանում են մեր կրթաթոշակը։ Մենք մեկ տարի վճարելով չենք բավարարվում, քանի որ մենք ուզում ենք այսպես ուսանողին ամբողջական իր ուսման ավարտը հասցնել մինչև եւ դրա արդյունքում ուսանողը պետք է ուղղակի շատ լավ սովորի, պարտավորվում է եւ 120 ժամ կամավորական աշխատանք կատարել, որն էլ արդեն բավականին մեծ տարածում են գտել կամավորական աշխատանքները, եթե մի 10 տարի առաջ մենք դժվարանում էինք բացատրել ինչ է կամավորությունը, հիմա արդեն որոշակի տեղերում դա անհրաժեշտ պահանջ է նույնիսկ ու այսպես կարող եմ հպարտորեն ասել, որ նույնիսկ Գարեգին առաջին կաթողիկոսն էր մեր կրթաթոշակը ստացել, երբ որ Օքսֆորդում էր սովորում, մենք այդքան հին ենք, այնպես որ կարող են բոլոր ուսանողները, ովքեր սովորում են վճարովի համակարգում, պետական բուհերում, մինչև ապրիլի 30-ը լրացնել մեր դիմում հայտը եւ սպասել մեր ուրախ նամակին, որպեսզի գան մեզ մոտ հարցազրույցի եւ այն աջակցությունը ստանան եւ ծնողներից թոթափեն կամ հենց իրենցից այն բեռը, որ կարող են իրենք աշխատել, հիմա կարող են աշխատել եւ ինքնակրթությամբ զբաղվել ու մի քիչ անհոգ լինել գոնե ուսման վարձի մասին, քանի որ բոլորս էլ գիտենք, թե որքան է թանկացել մեր օրերում ուսման վարձերը։ Օքսֆորդը նշեցիք, բայց ինչպես հասկանում եմ, այս դեպքում լոկալ։ Այս դեպքում միայն Հայաստանի բուհերին է վերաբերում, նաև ունենք Ջավախքում, Թբիլիսիի իհարկե համալսարանում, բայց հայ ուսանողների համար, ովքեր որ Ջավախից են, բայց հիմնականում ամբողջը Հայաստանի պետական բուհերինն է։ Մենք ունենք նաև մեր կրթաթոշակները Ամերիկայում, նա Ամերիկայի արդեն քաղաքացի հանդիսացող եւ ազգությամբ հայ, պարտադիր պիտի նշել, ազգությամբ հայ ուսանողների համար, այնտեղ ուղղակի ավելի քիչ է կրթաթոշակները։ Եթե այստեղ ամեն տարի մոտ 1300 ուսանող ենք հովանավորում, այնտեղ մի քիչ ավելի քանակը քիչ է, այսպես ամբողջ գումարները Հայաստանում ենք էլի ներդրում, այսպես կարող եմ ուրախությամբ ասել, ու փորձում ենք նաև այդ ուսանողներին, որ ուսման վարձն ենք տալիս, նաև իրենց կարիերայի զարգացման ծրագրերում աջակցել, այսինքն ուղղակի գումարը չենք տալիս մի կողմ գնում, փորձում ենք ավելի այսպես իրացնելի դարձնենք ուսանողին, որ ինքը մրցունակ լինի աշխատաշուկայի համար ու հպարտությամբ պետք է նշենք, որ մեր անցած տարվա տվյալներով 71%-ից ավելին ապրում, աշխատում են Հայաստանում, ունենք շատ քիչ 9%
տոկոս գործազրկություն, այն էլ դե նոր են մտնում աշխատաշուկա, նորմալ է, որ դեռ աշխատանք չեն գտնում, բայց պիտի շեշտը դնեմ աշխատող գտնողների վրա, ովքեր բավականին մրցունակ են, նրանց կարող եք տեսնել գործադիր, օրենսդիր, բիզնես ոլորտներում ու ունենք մի հատ շատ սիրուն շղթա, որը փորձում ենք կապ պահել բոլոր ուսանողների հետ, մեկը մյուսի մենթորը հանդիսանա, ունենք նաև մեր ուսանողը շրջանավարտ, ով 4 ուսանող է հովանավորում, ինքը արդեն իսկ դարձել է հովանավոր, այդպես։ Շատ հետաքրքիր է, իսկ չափորոշիչներ ու չափանիշներ կան, ոնց է ընտրում, որ ուսանողը պիտի կրթաթոշակը ձեռք բերի, թե հարցազրույցը միայն բավարար է։ Երանի այդպես միգուցե հեշտ լիներ, բայց ունենք մի շարք չափանիշներ, առաջինը գնահատականներն է, մենք ունենք օրինակ 20-ից 15 միավոր պետք է լինի, որ մեր համակարգը ավտոմատ կարողանա ընդունել ձեր դիմումը, գնահատականների միջին շեմը պետք է բարձր լինի, մեր սահմանված, որը այդքան էլ բավականին վախենալու չէ, որտեղ կարող էր ավելի բարձր լինել, օրինակ, հաշվի ենք առնում, թե որտեղից է, քանի հոգով են ապրում, Երևանում է, թե Երևանից քանի կիլոմետր հեռավորության վրա է, ինչ հասարակական եւ գիտական ակտիվություն ունի։ Այսինքն միշտ դա մշակված հատուկ մաթեմատիկական մոդել է Ամերիկայից, որ փորձում ենք հասկանալ, այսպես նժարի վրա դնել ուսանողի առաջադիմություն եւ հասարակական ակտիվություն եւ ընտանիքի սոցիալական վիճակ, փորձում ենք հավասարակշռել եւ ավտոմատ այդ գործընթացը տեղի ունենում, հնարավորինս մարդկային գործոն բացառված է, քանի որ մենք ապրում ենք Հայաստանում, սա փոքրիկ տեղ է, մեկը մյուսին ճանաչում են, ու ինչքան ավելի քիչ լինի մարդկային գործոն, այնքան մեր գործը ավելի հեշտ կլինի եւ արդեն օրինակ մենք ունենք մոտ 3000 դիմում ամեն տարի, 1500 գալիս օրինակ կեսը հարցազրույցի, մի 700 օրինակ ընտրվում են նոր ուսանողներ, իսկ ովքեր որ օրինակ մենք ընտրում ենք, բայց անվճար են անցնում, մենք ասում ենք շնորհակալություն, իրենց փոխարեն նոր մարդիկ ենք բերում մեր այսպես սպասողների ցուցակից եւ այսինքն դպրոցական առաջադիմության մասին է խոսքը, թե օրինակ կարող են դիմել, երբ արդեն երկրորդ կուրսում են եւ որ սովորում են, պատրաստվում են սովորել առաջին կուրսում համալսարանի առաջին, երկրորդ, երրորդ, չորրորդ մագիստրատուրա առաջին, երկրորդ կուրսի ուսանողները, այսինքն գրեթե բոլոր ուսանողները միայն պիտի լինեն արկա համակարգում սովորող, ամենայն հարգանքով մեր հեռակա սովորող ուսանողների հանդեպ, քանի որ հիմնական խնդիրը 12-րդ դասարանը ավարտող եւ արդեն իսկ ուսանող հանդիսացող ուսանողներն են, մեր շահառուները հանդիսանում։ Ոլորտներ կան, որոնք թիրախային են ձեզ համար, թե սահմանափակումներ չկան։ Ամեն տարի մենք փորձում ենք հետամուտ լինել նաև աշխատաշուկայում ինչ պահանջարկ եւ առաջարկ կա, մեր շատ լավ գործընկերների հետազոտություններն ենք հաշվի առնում, պետության առաջարկը, նաև թե պետությունը նաև ինքը ինչն է որոշել, որ գերակաուղությունը, օրինակ ԲՏՃՄ-ն շատ հայտնի, փորձում ենք էլի մենք էլ IT-ին եւ ԲՏՃՄ-ին շատ մեծ տեղ տալ, նաև չենք մոռանում, մենք ունենք շատ ինդիվիդուալ հովանավորներ, գուցե դա իհարկե գովազ չի, քանի որ ունենք օրինակ Սև Օհանյանը հայտնի օսկարակիր մեր պրոդյուսերը, մեր հովանավորներից է, որ ինքը օրինակ ռեժիսոր է ցանկանում մեզ մոտ հովանավորել, կամ էլի ունենք այդպես հայտնի մարդիկ, ովքեր գալիս են եւ ինդիվիդուալ անվանական կրթօթաշակ են ուզում։ Օրինակ մենք հիմնականում STEM ուղղությամբ ենք գնում, պետության համար ինչքան շատ աշխատատեղ կա, այսինքն այդ ամեն ինչից զատ նաեւ չենք մոռանում ինդիվիդուալ մասը պահպանել, որովհետեւ եթե օրինակ հովանավորը գալիս է ասում է ես ուզում եմ մարդ հովանավորել ձեզ մոտ, ոչ չենք ասել չէ, չենք կարող էլի ամենայն հարգանքով իհարկե, բայց փորձում ենք համընթաց քայլել աշխատաշուկայի ու պետության հետ, բայց գրեթե բոլոր մասնագիտությունները կան ու փորձում ենք ամեն տարի ինչ որ մասնագիտություններ, եթե օրինակ շատ ենք, օրինակ սերվիսի մասնագիտությունը 30-ից ավել մարդ ենք հովանավորել, միգուցե ստոպ անենք եւ օրինակ իրավաբաններին վերցնենք։ Փորձում ենք այդ բալանսը պահպանել, իհարկե լինում են դժգոհություններ, դա նորմալ է, մարդկային է, բայց մենք փորձում ենք անել հնարավորը, որպեսզի կարողանանք շատ թվով մարդկանց օգնել, որովհետեւ այս մեր երեխեքներ մեր այսօրվա ու վաղվա Հայաստանի այս շարժիչ ուղեղը կարող եմ ասել։ Եվ մեր կրթաթոշակներին զուգահեռ մեր մյուս կրթական ծրագրերը չենք մոռանում իրականացնել, այսինքն որտեղ կա կրթության հետ առնչվող խնդիրներ, մենք փորձում ենք անպայման այդտեղ հայտնվել ու ճիշտ ժամանակին մեր ներդրումը կատարել։ Հենց մյուս նախաձեռնությունների մասին խոսելով եւ վերջում անպայման կրթաթոշակի մասին եւս մեկ անգամ կհիշեցնենք սիրելի հեռուստադիտողներ, բայց դուք նաեւ վերանորոգում ու հիմնանորոգում եք դպրոցներ, ճիշտ է։ Այո։ Մենք մինչև վերջերս, քանի որ պետությունը արդեն սահմանել է դպրոց եւ անկապարտեզ վերանորոգելու, հիմնանորոգելու իր գերակա ծրագիրը, մենք այս պահին մի փոքր հետ ենք կանգնել այս ծրագրից, քանի որ ուզում ենք հասկանալ որտեղ կարող ենք օգնել պետությանը, պետությունը իր գործը վերջացնի, մենք ինչով կարող ենք օգնել, բայց նաեւ զուգահեռ շարունակում ենք այն դպրոցները, որոնք օրինակ քանդման կամ նորոգման ենթակա չեն, մենք ինչով կարող ենք նորոգել, միգուցե պետք է ինչ որ թեթև ինչ որ շինարարական աշխատանք կատարել կամ դպրոցին հիմա անհրաժեշտ են շատ համակարգ
ապակիչներ, սմարթ էկրաններ, այդ մասով փորձենք օգտակար լինել կամ գրինական բիտույքներով։ Ունենք նաև ինժեներական կրթություն ավագ դպրոցում Գյումրիի դպրոցականների համար, որ դպրոցական աշակերտներին փորձում ենք սերը դեպի ինժեներություն արտնացնել, որ հետո ավելի այսպես մասնագիտանան եւ օրինակ մեր այդ ծրագրի վրա արդեն 4 տարի, քանի որ շատ հաջողված էր, Փարաքարում օրինակ բացվեց ACT College-ը, որը մեր ծրագրի հիման վրա էր, այսպես ամբողջ պրոդուկտը իրականացել։ Նաև փորձում ենք օրինակ Պոպոկ անիմացիոն ստուդիա կա Գյումրիում էլի, այնպես է ստացվել Գյումրիում ենք, այդ պատահաբար է ստացվել, ամբողջ գործունեությունը, օրինակ փորձում ենք այնտեղ հովանավորել մեր Netflix-ի գործընկերների եւ հայ քրթական հիմնարկության շնորհիվ, որ երեխաները սովորեն անիմացիա, մուլտիպլիկացիա ու դրա համար չվճարեն, մենք վճարենք ընկերությանը, որ երեխաները, այսինքն Հայաստանում մնան ու աշխատեն նույն Չինաստանի ու մեծ կազմակերպությունների համար։ Փորձում ենք տարվա մեջ անել մի քանի մեր հիմնական ծրագրերը եւ նորեր ընդգրկել, ինչքան հնարավորություն են տալիս մեր ռեսուրսները բնականաբար, օրինակ վերջերս ավարտվեց Թումանյանի աուդիոգիրքը, հեքիաթների միգուցե տեսած կամ լսած լինեք, այդպես սիրուն աուդիոգիրք կա Թումանյանի, հիմա քարյակներն էլ ավարտեցինք, այսինքն որտեղ մենք կարողանում ենք մեր ներդրում անել, մենք չենք զլանում, մեր բարերարները, երբ որ ասում եմ մենք իհարկե հայ քրթական հիմնարկությունը եւ մեր նվիրյալները, ովքեր մեր Ամերիկայի թիմն են ու այսպես կամավոր են աշխատում մեզ համար եւ ամեն տարի այդ նույն բայրարները, որ գալիս են Հայաստան, մենք անպայման փորձում ենք կապ պահել ուսանողի հետ, ունենք մարդիկ, որ բանակի քեֆ կնունք ծնունդներ շարունակում են գալ իրենց ուսանողների, այսինքն այդ շղթան մեզանով ու հովանավորչությամբ չի ավարտվում, իրենք նաեւ անձնական կապեր են հետո ձեռք բերում։ Հրաշալի է։ Եվ մրցույթներ եք նաև իրականացնում տարվա ընթացքում, էսեի հետ կապված հետաքրքիր նախաձեռնություն կար։ Այո, էսեի հետ հետաքրքիր նախաձեռնություն ունենք, բայց դա հիմնականում Ամերիկայում ենք արդեն անում, Միացյալ Նահանգներում հայապահպանության հետ կապված գործոնների, հայկական դպրոցների, որպեսզի երեխաները ավելի հայապահպանության հետ, շատ եմ կրկնում այդ բառը, բայց բնականաբար Սփյուռքում շատ հեշտ է այդ ձուլվելը գնալ, փորձում ենք մեր բազմաթիվ ծրագրերի միջոցով, որոնցից է նաև էսեների մրցույթը, պահպանել երեխաների հայեցի մտածողությունը, նաև ինչու՞ չէ գրություն, արտասանություն, փորձում ենք այդ միջոցով նաև այնտեղ սփռել մեր օգնությունը, քանի որ ինքը հենց հիմնականում Ամերիկայի Միացյալ Նահանգներում է հիմնադրվել ու ամբողջ խնդիրը հայեցի կրթությունը պահպանելն է, շարունակելն է, այնտեղից հետո ենք մենք եկել Հայաստան, որ արդեն այստեղ էր օգնությունը անհրաժեշտ, քանի որ այնտեղ շատ թե քիչ այսպես կայունացած են հայկական դպրոցներին օգնություն արդեն տեղացի ունևոր եւ միգուցե ոչ ունևոր հայերը կարողանում են իրենց օգնությունը ցուցաբերել, այդ ժամանակ արդեն Հայաստանին ավելի էր անհրաժեշտություն պետք ֆինանսական եւ դրա համար մենք ոնց որ տեղակայվեցինք նաեւ Հայաստանում ու շատ հաճելի է, որ մենք տեսնում ենք մեր բոլոր արդյունքները, օրինակ տեսնում ենք մենք մեր նորոգած ժամանակին մեր նորոգած դպրոցում, երբ մենք արմատ լաբորատորիա ենք տեղադրում, մեր ուսանողը, արդեն ուսանողը, որ աշակերտ էր, որ իրեն կարողացել ենք ապահովել բոլոր անհրաժեշտ գրինական գույքով, գնաց արմատ ինժեներական ինչ-որ բաներ սովորեց, հիմա օրինակ եկավ պոլիտեխնիկում ուսանող դարձավ մեր ուսանողն է, այդպես շատ հետաքրքիր շղթան շարունակում ենք, էլի կարծես ձեռքը բռնած, մեծացնում ենք, երբեմն նաև ամուսնացնում ենք, բնականաբար այդքան մեծ ուսանողների քանակի մեջ պատկերացրեք 5000-ից ավել ուսանողներ ենք հովանավորել ու ամուսնացնում ենք ու միշտ խոստացել եմ, իհարկե բալիկները փոքրիկ են, ովքեր որ միմյանց հետ են մեր ուսանողները ամուսնացել, ասում եմ մենք պարտավորվում ենք բալիկներին կրթաթոշակ տալ ոչ մրցութային պայմաններում, էլի, բնականաբար, այնպես որ այդ կողմից էլ էլի ազգապահպանությանը խթանում ենք, էլի ծնելիության, ամուսնությունների լավ կողմից էլ ենք անդրադառնում բացի ֆինանսական օժանդակությունից ու իրոք շատ հաճելի է, էլի եմ կրկնում, երբ դու տեսնում ես քո այդ ուսանողին, որ օրինակ նոր էր եկել ինչ-որ մարզից սովորում էր ինչ-որ X համալսարանում ու ինչքան դժվարությունների միջով անցել է, հիմա բիզնեսմեն է դարձել, բանկի կառավարիչ է, ու այսպես հոգիդ մի հատ հպարտությամբ է լցվում, որ ինչ էր կարող է անել մի փոքրիկ օգնությունը, որովհետև բացի ֆինանսականից մենք փորձում ենք նաև երիտասարդներին շատ քաջալերել, հիմա միգուցե շատ մոդայիկ է այսպես դարձել, որ դու կարող ես, բայց ժամանակին որ մենք ասում ենք դու կարող ես, դա միգուցե շատ ավելի այսպես բաներ ընդունվում, որ համարձակություն հիմա ավելի սովորական է դարձել, բայց երբեմն այդ մի փոքրիկ խոսքը ինչեր ասես կարող է փոխել ուսանողների կյանքում ու նույն հարցազրույցների ժամանակ էլ շատ հաճելի է, որ երեխան գալիս է ասում ենք դու ավելին կարող ես, էլի փորձիր ու հետո մի օր գալիս է ասում գիտեք այդ ձեր մի խոսքը ինչ ասես արժեցավ մեզ համար։ Շնորհակալ ենք շատ, որ օրը մեզ հետ սկսեցիք եւ ձեր նախաձեռնության ու ամենակարևորը այսքան մեծ թվով ուսանողների օգնելու համար իրենց ճանապարհը հարթել հայ կրթական հիմնարկության պաշտոնական կայքում կարող եք ծանոթանալ մյուս տեղեկություններին եւ հասցնել նաեւ դիմել կրթաթոշակի համար մինչեւ ապրիլի 30։ Այո, շնորհակալ ենք շատ։ Շնորհակալ ենք, իսկ մենք շարժվում ենք առաջ։